Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեզ եմ ներկայացնում մի շարք գերատեսչությունների բյուջեները։ Ես էկոնոմիկայի նախարարությունը ամփոփ կներկայացնեմ, եթե կարիք կլինի հետո տնտեսական բլոկը առանձին ներկայացնել սիրով դա կանեմ։ Էկոնոմիկայի նախարարության նախագիծը 26 թվականի համար նախատեսված է 74 միլիարդ 514 միլիոն դրամ, որը 5 միլիարդով պակաս է 2025 թվականի պետական հաստատված բյուջեի նկատմամբ։ Երևի իրականացում են բազմաթիվ ծրագրեր, որոնք այսինքն տասնյակ միջոցառումներ են, որտեղ միտեղ ունենք ավելացումներ, որոշ տեղերում ունենք նվազեցումներ կապված տարբեր ծրագրերի պահանջարկի եւ ստանձնած պարտավորություններից։ Դերևս էկոնոմիկայի նախարարություն մասով այսքանը կասեմ եւ կանգ կառնեմ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասով նախագծով առաջարկվում է հաստատել 37 միլիարդ 352 միլիոն դրամ, որը 10 միլիարդ եւ 10 միլիարդ 157 միլիոն դրամով ավելի պակաս է, քան 2025 թվականի հաստատված բյուջեն է։ Այստեղ իրականացվում են մի շարք ծրագրեր, եթե թվարկեմ դրանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագիր, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ, ռազմաարդյունաբերության համակարգի զարգացում, հեռահաղորդակցության ապահովում եւ թվային փոխակերպման գործընթացի իրականացում։ Հաջորդը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Այստեղ ունենք մեկ ծրագիր, որը հանրային ծառայությունների ոլորտի կարգավորումն է։ Նախատեսել ենք 1 միլիարդ 249 միլիոն դրամ, որը 86 միլիոն դրամով ավելին է, քան 2025 թվականի հաստատած բյուջեն է։ Այստեղ հիմնականում ապարատային պահպանման ծառայություններ են։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախագծով առաջարկվում է 325 միլիարդ 95 միլիոն դրամ, սա 36 միլիարդ դրամով ավելին է, քան 2025 թվականին կամ 12%-ով, այստեղ էլ, ինչպես գիտեք, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, վստահ եմ իմ գործընկերները ավելի մանրամասն կխոսեն դրանց առանձնահատկությունների մասին։ Ավելացումները հիմնականում պայմանավորված են մի շարք ենթակառուցվածքային ծրագրերով, ավելացումներով, որը կապված է օրինակ հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածում ընթացող եւ մեկնարկող շինարարական աշխատանքների հետ։ Հաջորդը մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է։ Այստեղ նույնպես ունենք ապարատային միջոցառումներ եւ հաստատվել է 604 միլիոն դրամ, որը 10 միլիոն դրամով ավելին է, քան նախորդ տարի։ Քաղաքաշինության կոմիտեն նույնպես ապարատային միջոցառում է, այստեղ նաև կան որոշակի շինարարական աշխատանքներ, բյուջեն կազմում է 3 միլիարդ 86 միլիոն դրամ, որը 218 միլիոն դրամով, 219 միլիոն դրամով կամ 6.6%-ով ավելի փոքր է, քան 2025 թվականի հաստատված բյուջեն է։ Այո։
2025 թվականի հաստատված բյուջեն կազմում է 3 միլիարդ 305 միլիոն դրամ, 3 միլիարդ 86 միլիոնի համեմատությամբ։ Պետական եկամուտների կոմիտեն նախագծով առաջարկվում է 139 միլիարդ դրամ, սա 23 միլիարդ դրամով ավելին է, քան նախորդ տարի, այս աճը հիմնականում պայմանավորված է հիփոթեքի գծով ավելացող հատկացումներին, այսինքն եկամտահարկի վերադարձի ծրագրին, որով մասնավորապես մյուս տարվա համար նախատեսված է 102 միլիարդ դրամ, կամ 18.8 միլիարդ դրամով ավելին, քան 2025 թվականին, նշեմ նաև, որ այն գումարները, որը մենք նախատեսել էինք 2025 թվականի համար, այն է 84 միլիարդ դրամ այս ծրագրով, արդեն 9 ամսվա մասով ունենք 70 միլիարդի կատարողական և մինչև տարվա վերջ մենք գերակատարելու ենք կամ ավելի շատ գումար ենք հատկացնելու այս ուղղությամբ։ Եվ վերջինը կադաստրի կոմիտեն, այստեղ նույնպես մեկ ծրագիր է իրականացվում, կոչվում է անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում, այստեղ ունենք գրեթե նույն բյուջեն է, 3 միլիարդ 961 միլիոն դրամ, որը 17 միլիոն դրամով ընդամենը պակաս է, քան 2025 թվականին։